этого забыть нельзя, это невозможно. Это может хотелки одного человека, но это же не народ. Мало что он хочет. Իմ կարծիքը Թուրքում հետ կարա լավությունը, Թուրքի հետ։ Ես չեմ կարա Թուրքի հետ ապրել, ինքը կարա ապրել կանգան տեղին հարը թող գնա այնտեղ։ Ազատ։ Ոչ ոք իրան չի ասում գնա Թուրքիա հետ ապրի։ Դե ոնց կարելի է մեկի հետ հարևանություն անել կամ բարեկամություն, եթե այդ հարցը լուծված չի, նա ժխտում է մեր ցեղասպանությունը։ Ոնց կարելի է արյունը ձեռքը սեղմել։ Իհարկե ոչ։ Ես դեմ եմ։ Ես դեմ եմ, ավելի բան չեմ կարող ասել։ Մենք կարանք լավացնենք մենակ այն ժամանակ, երբ որ ինչ կա կորած, կորցրած, սաղ հետ գա, ներողությունները ընդունենք, նոր հետո կարանք լավացնենք։ Ոչ, միանշանակ չի կարելի, իրենք իրենց եկող սերնդների մեջ միայն թշնամանք են սերմանում, իսկ Հայաստանում չգիտես ինչու հակառակն է, ավելի ճիշտ ոչ բոլորի մոտ իհարկե, բայց պետք է ժողովուրդն էլ մեծամասնությունն էլ դեմ կանգնի։ Ես քաղաքականությունից առանձնապես չեմ հասկանում, բայց թշնամու հետ բարեկամանալ իհարկե պետք չէ։ Вроде граница России защищает, ФСБ России защищает, вроде в этом плане все хорошо. Չէ, անվտանգ չի։ Ոնց անվտանգ է օրական 2 մետր առաջ են գալի։ Շատ ցածր մակարդակի վրա։ Շատ ցածր։ Ավելորդ բառ չգիտեմ ինչ ասեմ։ Շատ ցածր։ Այսօր ամեն կողմից վտանգի մեջ է իմ կարծիքով էլի։ Չեմ անում, ես ամեն ինչը կապում եմ էլի այսօրվա դրանց հետո, որ իշխանությանը, քանի դրանք կան, ոչ անվտանգությունից, ոչ մի բանից խոսել չի կարելի։ Առաջի նպատակը այդ պետք է լինի, որ սրանց հեռացվի, մեղմ ասած։ Դե բնականաբար բոլորս էլ գիտենք, որ հիմա անվտանգ չի Հայաստանում, բայց բոլորս էլ ուզում ենք, տենչում ենք դեպի խաղաղություն, որ բոլորս էլ մի օր վերադառնանք մեր հայրենիք, բոլորիս երազանքը։ Надо быть հայերեն ասեմ, հայամետ ու ժողովրդամետ։ Вот и все. Надо, учитывая наше расположение, да, там географическое, надо быть очень гибкими. Надо со всеми соседями ладить и со старшим братом. Մարդկային, մարդը հայրենիք սիրող լինի։ Ոչ թե իր փորը բայ երեխեքին ծախի կնկան ծախի։ Կնկանել դուրս արեց։ Ինչ կասեք, ինչ կմտածեք։ Ես մտածում եմ, որ սայլ խաղա։ Ես ազատ ասում, սայլ խաղ։ Այն որ իր այդ մտնում են, այն որ ուղարկում էր բունքերում բարոյական աչակցություն ցույց տալու, թողա հիմա ինձ բարոյական աչակցություն ցույց տա։ Այդպեսին։ Այդ մարդուն պետք է լինի։ Ինչ ասեմ, հզոր ուժեղ հայ ժողովրդի կողքը։ Մանամ հայրենասեր լինի, դե հիմա այդ գեղեցիկ բառը հիմա շատ կարելի ասել, չեմ անում։ Նորմալ մարդիկ լինեն, նորմալ ով որ մտածում է երկրի մասին, մեր ազգի մասին։ Այդքան է, կոնկրետ անուն չգիտեմ, այսինքն գիտեմ, օրինակ Սամվել Կարապետյանը։ Միանշանակ ազգասեր եւ մեր հայրենիքը, ոչ թե պետությունը, այլ հայրենիքը սիրող մեկը, ոչ թե այդ ամենը դավաճանող եւ բաժանող։ Ընդհանրապես եկեղեցին պետք է մնա առանց քաղաքականության, բայց այս մեր քաղաքականությունները բաները սա խառնում են եկեղեցուն։ Շատ վատ է, ինչ իմ կարծիքով, շատ վատ է։ Պետք է համախմբվենք ու փրկենք մեր եկեղեցին այդ անօրեններից։ Կարծում եմ եկեղեցին պետք չի քաղաքականության հետ խառնել, դեմ եմ այո բոլոր այդ խոսակցություններին։ Սամվել Կարապետյանը շատ լավ մարդ է, չեմ ճանաչում, չեմ խոսել, չեմ հանդիպել։ Չեմ էլ ուզում հանդիպեմ։ Բայց որպես մարդ ված չէ, դա Սելեմոնից։ Ինչի համար նստացրեցին։ Ինչի համար հակառակորդները ստացրեցին։ Հիմա ինձ էլ կարող է վաղական տնից տանեն։ Վախ է դա։ Ընդհանրապես վախ։ Կորցնում է իր աթոռը, դրա համար ինձ թվում է, տենց։ Իհարկե Սամվել Կարապետյանին պետք է ընտրենք բոլորս։ Դե դա իրանց այդ քաղաքականության թուրքական շարունակությունն է, էլի։ Ես չեմ անում, ուղղակի ժողովուրդը պետք է ոտի բարձրանա, որ Սամվելը դուրս գա, դրանք էլ իրանց տեղից բաղացնեն, որը որ արժանի են, էլի։ Ես չգիտեմ ինչի համար եւ չգիտեմ ինչու էր այդ ամենը պետք, բայց անարդար է միանշանակ, որովհետեւ բոլորս էլ գիտենք իր բարեգործությունների մասին, հատկապես եկեղեցու համար արվածների մասին, դրա համար միանշանակ պետք է ազատել իրեն։